Կյանքը մարդուն բազմաթիվ անակնկալներ է մատուցում, հաճելի և տհաճ, հաճախ ճակատագրական։ Նման անակնկալ էր պատրաստված նաև մեր հաղորդման հերոսի համար։ Մանկության տարիներին նա դժվար թե պատկերացներ, որ կնվիրի իրեն բեմին, ավելին կդառնա Երևանի լավագույն թատրոններից մեկի դրամատիկական թատրոնի հիմնադիրներից և այսօր հպարտությամբ իր ծննդյան 50-ամյակի հետ կնշի իր բեմական գործունեության և հարազատ թատրոնի 30-ամյակը։ Այս կադրերից երևի թե շատերը կռահեցին, որ խոսքը Արթուր Ութմազյանի մասին է։ Ճանաչված դերասան և ճանաչված ասմունքող, որը թատրոնի բեմում կերտել է 30-ից ավել կերպարներ։ Տարվա սկզբում Արթուրը դստեր հրաչուհու հետ գտնվում էր Ամերիկայի Միացյալ Նահանգներում Լոս Անջելեսում։ Այնտեղ որոշվեց կազմակերպել անվերջ վերադարձ խորագիրը կրող նրա ստեղծագործական երեկոն, ուր ներկա էին նրա ընկերները ինչպես Երևանից, այնպես էլ նրանք, ովքեր այսօր ճակատագրի բերումով գտնվում են օվկիանոսից այն կողմ։ Մի խոսքով նրանք, ովքեր ճանաչում են, սիրում և գնահատում մարդ և արվեստագետ Արթուր Ութմազյանին։ Արթուրի Հոբելյանի մասին չմոռացան նաև այստեղ Երևանում և մայիսի 10-ին Հրաչյա Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնում նշեցին այն ներկայացնելով Արթուրին անվերջ վերադարձ ներկայացման մեջ, ուր նա կերտել է մի մարդու կերպար, որն իր հաստատուն տեղն է զբաղեցրել Արթուր Ութմազյանի կյանքում։ Դա մեծն պարույր սևակն է։ Այդ մասին քիչ հետո, իսկ այժմ մեր հանդիպումը։ Արթուր Ութմազյան, 50 տարեկան։ Արթուր, ուզում եմ շնորհավորել քեզ Հոբելյանի կապակցությամբ և խոստովանել, որ ով լսում է, որ Արթուր Ութմազյանը 50 տարեկան է, չի հավատում։ Իսկ դու ինքդ հավատում ես։ Շնորհակալ եմ Կարեն, իհարկե չես հավատում, երբեք չես համակերպում այդ տարիների հետ, բայց բնության դեմ պայքարելն էլ անիմաստ է։ Արթուր, դու գոհ ես քո ճակատագրից։ Եթե երկու բառով ասեմ, այո, երևի թե ընդհանուր առմամբ այո, իհարկե։ Գոհ եմ ինչով, զբաղվում եմ իմ սիրած գործով, 30 տարի է իմ սիրած և միակ թատրոնում եմ, ունեմ շատ լավ մտերմիկ ընտանիք, ունեմ լավ ընկերներ, երևի թե այսքանը արդեն բավական է ասել, որ երևի թե գոհ եմ ճակատագրից։ Իսկ ինչ գալիս է մանկությանը 50-ականների վերջերին, 60-ականների սկզբին, Կարեն, ես ծնվել եմ և մեծացել եմ այս տանը, որտեղ հիմա մենք գտնվում ենք, և մանկությունս իմ անցել է հայոց պատմության, հայ պոեզիայի, հայ մտավորականների մեծերի շրջապատում։ Շատ էին գալիս մեր տուն, հորս մտերիմ բարեկամներն էին, թե Էդուարդ Աղայանը, Հակոբ Սալախյանը, մեր լեզվաբանները, Համոսահյանը, Պարույր Սևակը և գիտես ինչ այդ ամենը այնպիսի հետք է թողել իմ մեջ և երևի հետո է, որ ես հայտնվեցի թատրոնում, դա էլ իհարկե պատահականություն էր, բայց իմ մեջ այդ ամենը երևի մնացել է մանկությունից ու չի կորել։ Այնպես որ ես մանկությունը հիշում եմ շատ վառ ու շատ տաք, շատ գեղեցիկ, ինչպես Էքզյուպերին է ասում, մենք բոլորս մանկությունից ենք, իմ մեջ շատ է մնացել մանկությունը։ Ես ուզում եմ հեռուստադիտողներին ասել, որ Արթուր Ութմազյանի հայրը եղել է Հայաստանի մամուլի կոմիտեի նախագահ, և ինչն է հետաքրքիր, այ Սևակի անունը հիշեցիր, ես գիտեմ մի դեպք, որ այն տարիներին, երբ Պարույր Սևակը արգելվեց տպագրության համար, նա այդ գիշեր առավոտյան արդեն պետք է այդ արգելքը տպագրվեր, գիշերը նա եկավ հայրիկիդ մոտ և խնդրեց, որպեսզի տպագրվի նրա անլռելին, այդպես չի, եթե կարելի է այդ դու պատմիր։ Ես եթե հիմա հետո կբերեմ այդ սիգնալային օրինակը ցույց կտամ, դա 1970 թվականի հունվարի 13-ն էր, 13-ի գիշերը, և հանձնվել էր տպագրության Եղիցի լույսը և նոր տպվել էր սիգնալային օրինակը և Կենտկոմում
ագիտացիայի պրոպագանդայի բաժնում հարցեր էին դրված, թե մեծ տպաքանակը բաց թողնել, թե չթողնել։ Եվ Սևակը այստեղ էր եւ հայրիկիս հետ միասին նստած կարդում էին ամբողջ Եղեցի լույսը մեկ առ մեկ, որպեսզի ինչ որ բաներ հանելով, փոքրը հանելով մեծ գործին ընթացք տան կարողանա գիրքը տպվել։ Այդ գիշեր ես լսել եմ ամբողջ գրեթե Եղեցի լույսը հենց Սևակի կարդալով։ Ժամը 4-ն էր, արդեն սիգարետ չկար, ես դուրս եկա փողոց, որ սիգարետ ճարեմ, չճարեցի, ձյուն էր, ցուրտ էր, սիգարետի մնացորդները Սևակը հանում էր, թերթը ճղում, այսպես սամակրուտկա, ոնց որ ասում են, այդպես ծխում էր, մի քիչ գինով ցած էր, բայց անմոռանալի օր էր։ Արթուր, ես կարծում եմ, որ այդ սերը Պարուր Սևակի նկատմամբ եկել է հենց քո ծնողներից առաջին հերթին, քանի որ այսօր քո ստեղծագործական այդ խաղացանկում մեծ տեղ է զբաղեցնում Պարուր Սևակը, ինչպես թատրոնում, այնպես էլ ասմունքի ժամանակ, բեմից ասմունքում ես, բայց կարծում եմ մեծ տեղ է զբաղեցրել քո կյանքում այս հարցում նաև քո մայրը, մեր շատ սիրելի Հրաչուհի Ջինանյանը, Հանրապետության ժողովրդական արտիստուհի, մեր ռադիոյի հին հաղորդավարներից եւ այսօր դասավանդում է Թատրական արվեստի ինստիտուտում, այնպես չէ։ Այո, եւ ռադիոյում է աշխատում։ Այո, այ մայրիկիդ մասին ինչ կասես։ Նա իմ առաջին ուսուցիչն է ամեն ինչում։ Թե ինչպես ինձ քայլ առ քայլ մցրեց հայ հարուստ պոեզիան, թե ինչպես ինձ կամացուկ սովորեցրեց կարդալու ասմունքի արվեստի արհեստը սովորեցրեց ինձ։ Դա շատ կարևոր բան է ընդհանրապես։ Եվ մինչև օրս էլ ինձ համար ամենամեծ քննադատը դա մայրիկս է։ Եվ միշտ պրեմիերաներից հետո ես աշխատում եմ ուշ տուն գալ, որպեսզի գոնե այս երեկոն անցնեմ, մյուս օր առավոտյան հանդիպեմ մայրիկին եւ լսեմ նրա դիտողությունները, որոնք միշտ շատ երկար են լինում ու շատ խիստ։ Ես շնորհակալ եմ նրան նաև այդ խստության համար, նա ինձ երբեք չի թողել, որ ես իմ մարածով հանգստանամ, երբեք չի թողել, որ ես համարեմ այս ամենը արդեն գիտեմ մինչև վերջ, մինչև օրս էլ։ Ես անվերջ վերադարձը Պարուր Սևակի նորաց ներկայացումը խաղացել եմ արդեն 126 անգամ։ Հավատա, որ մի 40 անգամ նայել եմ այրիկը հաստատ։ Եվ հավատա, որ 40 անգամ էլ նա ինձ դիտողություն է ունեցել անելու։ Երբ ունես այդպիսի մի մարդ, որի խոսքին հավատում ես, որի մասնագետ լինելուն հավատում ես, եւ որի անաչառ լինելուն, օբյեկտիվ լինելուն հավատում ես, դա չտեսնված մեծ օգնություն է։ Իսկ տան մեջ, ընտանիքի մեջ նրա տաքությունը ու նրա նրբանկատությունը պարզապես անկարելի է բացատրել։ Եվ հիմա նույնը նա անում է իմ աղջկա հանդեպ։ Շատ աննկատ, շատ հանգիստ։ Հրաչուհի կրտսերը։ Այո։ Այժմ մոր խոսքը որդու մասին, Հրաչուհի Ջինանյան։ Մորը հարցնել, թե ինչպիսի ասմունքող է որդին, ինչպիսի դերասան է, դա մի քիչ դժվար է մոր համար պատասխանելը, որովհետև մայրերը միշտ սիրահարված են լինում իրենց զավակներին, մանավանդ ես, որ իմ միակ մանչուկն է, միակ առուզավակս, եւ որին ես անսահմանորեն սիրում եմ, բայց պիտի ասեմ, կարծում եմ, որ նա բավականի օժտված տղա է, այսինքն եթե դերասանին պետք է ունենալ հաճելի ձայն, պետք է ունենալ լեցուն ներաշխար, պետք է ունենալ մի քիչ, ինչպես ասում են, խելոք լինել, խելք լինել, այդ բոլոր բարեմաստությունները ինձ թվում է, որ Արթուրի մոտ կա, որովհետև հենց իր խաղերից էլ զգացվում է, թե նա ինչպես է խաղում։ Այդ տեսակետից ես գտնում եմ, որ Արթուրը լավ մատերիալ է, լավ դերասան դառնալու, եւ 30 տարիների ընթացքում նրա կերտած կերպարների գնահատականը ոչ թե ես պիտի տամ, այլ պիտի տա հանդիսականը, որտեղ իմ գնահատականը կարող է լինել մի քիչ սուբյեկտիվ։ Թե ինչպիսի զավակ է Արթուրը, երևի երջանիկ պիտի համարի ամեն մի մայր, եթե ունենա նրա նման որդի։ Արթուրը ուշադիր զավակ է, բարի է, զուսպ է, խելոք է,
այդ բոլորը անշուշտ մոր համար հպարտություն են եւ ես հպարտանում եմ իմ որդով եւ ինձ համար Արտուրը կրկնակի երանգի թանկ է, որովհետեւ նա այնքան իր մտածողությամբ, իր զսպվածությամբ, իր ազնվությամբ եւ շիտակությամբ շատ նման է իր հորը։ Ավարտեցիր դպրոցը, ընդունվեցիր բանասիրական ֆակուլտետ, համալսարանի բանասիրական ֆակուլտետ։ Այո, ռուսական գրականության եւ հանկարծ Երևանի դրամատիկական թատրոն։ Ես գիտեմ, որ այն տարիներին հայրիկդ շատ լավ հարաբերությունների մեջ էր, բարեկամներ էին Հրաչյա Ղափլանյանի հետ, եւ ընդհանրապես նա շատ հարգում էր քո ծնողներին, շատ մտերիմ էին նրանք։ Ինչ ես կարծում, նշանակություններ այդ մտերմությունը, որ դու ընդունվեցիր դրամատիկական թատրոն եւ դարձար թատրոնի հիմնադիրներից մեկը։ Ասեմ, որ Երևանի դրամատիկական թատրոնը որպես թատրոն ճիշտ է 68 թվականից է համարվում։ 68 թվականին այն շենքում, որտեղ հիմա մենք խաղում ենք, մարտի 69 թվականի մարտի 9-ին մենք այդտեղ խաղացինք առաջին ներկայացումը, անուշ ներկայացումը։ Իսկ մինչ այդ 66-ին արդեն ստեղծվել էր թատրոն ստուդիա, հայկական թատերական ընկերության կից։ Ես թատրոն եկել եմ 68 թվականին։ Եվ ասեմ, որ ես ինչպես եմ եկել թատրոն, մինչև այն ժամանակ ես էլ դպրոցում, ինստիտուտում, ինչպես ասում էի, արտասանում էի, կարդում էի հայ պոեզիա, այն ժամանակ ընդունված էր, չէ, դպրոցներում օլիմպիադաներ, բաներ, այսպես։ Եվ 67-ի վերջերին Հայաստանում կազմակերպվեց երիտասարդ դասմունքողների փառատոն։ Ես այնտեղ էլ մասնակցեցի, բայց մասնակցեցի համալսարանի ֆակուլտետի դրդմամբ այդպեսի բաներ կային այն ժամանակ։ Եվ գրավեցի առաջին տեղը։ Այդ փառատոնի համերգներից մեկի ժամանակ ինձ լսել էր Հրաչյա Ղափլանյանը։ Եվ ինձ մի օր հրավիրեց թատրոն։ Ես բոլորովին մտադրություն չունեի թատրոնով զբաղվել։ Անկեղծ ասած, ինձ բավականին շատ էր հետաքրքրում կինոռեժիսուրան, անգամ մտադրություն ունեի Մոսկվա գնալ, բայց ինչ-ինչ պատճառներով, թե վստահ չէի ուժերին, թե ինչ, ընդունվեցի համալսարան։ Եվ եկա թատրոն, մինչև հիմա հիշում եմ ինչպես այսօր, նստած էր ամբողջ դրամատիկական թատրոնի այն ժամանակվա ստուդիան, եւ Հրաշնիկիչը խնդրեց ինձ կարդալ մի երկու բանաստեղծություն։ Կարդացի այդ երկու-երեք բանաստեղծությունը։ Խնդրեց էլի կարդամ, էլի կարդացի։ Ասեց առավոտյան կգաս ինձ մոտ։ Եվ միանգամից իմ առջև դրեց 3 գլխավոր դեր։ Որոնք էին, որ ներկայացումներում։ Դա մի բուրմանրուկ հունգարական պիես էր։ Լեհ գրող Կրիշտոֆ Խոյինսկի կար գիշերային պատմություն եւ այն ժամանակ նա արդեն մտադրված էր Թումանյանի անուշ պոեմը բեմադրել եւ անուշը։ Ես ասացի Հրաշնիկիչ, ես չեմ պատկերացնում թե ինչ ոնց, ես բոլորին պատկերացում չունեմ ինչ է նշանակում թատրոն, ինչպես լինի։ Նա ասեց դու գործ չունես։ Եվ այդ մարդու մեծությունը եւ հանճարը, ասեմ, մանկավարժի նրա մեծությունը, որ ես միակը չէի այդպիսին։ Այդ ստուդիայում կային ուրիշ մարդիկ, որոնք նույնպես չունեին թատերական կրթություն, նույն Անահիտ Թոփճանելի համալսարանից էր, Վիոլետան Գևորգյան չուներ թատերական կրթություն։ Եվ Հրաչնիկիչը մեզ 2, 3, 4, 5 տարվա ընթացքում աննկատ բեմում սովորեցրեց ամեն ինչ։ Իհարկե հետո անցան տարիներ, մենք ինքներս արդեն սկսեցինք սովորել ոչ միայն իրանից, սկսեցինք սովորել իրարից անպայման, սկսեցինք սովորել ուրիշ թատրոններից։ Եվ ամենակարևորը, որ նա այնպիսի մթնոլորտ էր կարողացել ստեղծել, այնպիսի համախոհների մի խումբ էր, մենք չէինք իմանում ինչ է նշանակում տուն գնալ, մենք առավոտից երեկո թատրոնում էինք, անընդհատ փորձեր, խաղի ձևով, չգիտեմ ինչ որ բաներ էինք հորինում։ Եվ այդպես կամաց մտա թատրոն, իսկ թատրոն երբ որ մտնում ես մի անգամ
կուլիսների հոտ քթի թուր խփում է, հետո արդեն շատ դժվար է այդ ամեն ինչ հրաժարվել։ Արթուր, 30 տարի Երևանի դրամատիկական թատրոնում, բազմաթիվ ներկայացումներ, ընդհանրապես շնորհակալություն։ Տաթևիկի դեպ քիչ հետո ես ուզում եմ զրուցել ձեզ հետ նույնպես։ 30 տարի Երևանի դրամատիկական թատրոնում եւ մի հարց է ինձ հետաքրքրում, երբևիցե եղել է քո մոտ այնպիսի մի վիճակ, որ ցանկություն չունենաս բեմ դուրս գալու այդ օրը այդ ներկայացմանը, տրամադրություն չունենաս, բայց պետք է դուրս գաս եւ դուրս ես եկել։ Իհարկե, դա շատ է լինում։ Գիտես, դերասաններ կան, որ ներկայացում չեն սիրում։ Դերասաններ կան, որ շատ են սիրում ներկայացում։ Դերասան կա, որ փորձի process-ն է սարսափելի սիրում, երբ ստեղծվում է այս ամեն ինչը։ Իսկ փորձի փուլերը։ Այո, փուլերը, որ սկզբից սկսում ես սեղանի շուրջ փորձել, հետո կամաց վախվորած մտնում ես բեմ, հետո այնտեղ ինչ որ ուրիշ երկրորդ շնչառությունն է գալիս, բացվում են, իսկ եթե մի քիչ էլ լավ է ստացվում ու պիեսն էլ լավ է, դա չտեսնված մեծ ողջավորություն է եւ ֆանտաստիկ հաճույք է փորձի process-ը, երբ ամեն ինչ գծում ես ներկայացումը ինչպես պիտի լինի։ Հետո իհարկե գալիս է հուզմունքը, առաջի պրեմիերան, երկրորդ պրեմիերան, դա իհարկե մեծ տոն է լինում։ Հետո կամաց ինչ ուզում ես արա, սա դառնում է գործ, աշխատանք։ Պատկերացրու մի ներկայացում, եթե խաղում ես 100 անգամ, ով էլ լինի քեզ, եթե ասից չհավատաս, որ 100-րդ ներկայացումը խաղում է նույն թրթիռով, ինչպես առաջինը, անպայման ինչ որ բաներ կա, որ աշխատում ես ենթագիտակցությամբ, ինչ որ բաներ այդ բթանում են եւ մարդ ես, կենցաղ կա, կյանք կա, 1000 ու մի բան կա եւ ամեն անգամ չէ, որ մեծագույն հաճույքով ես բեմ մտնում, բայց դուրս ես գալիս բեմ, իսկ դահլիճում նստած են, մեր դահլիճում 400 հոգի մարդ։ Դու իրավունք չունես, նրան չի հետաքրքրում, թե դու ինչ վիճակում ես։ Նրան չի հետաքրքրում, թե դու որտեղից ես եկել, ինչ մթնոլորտ է դուրսը քո կենցաղում։ Այսօր գիշերը դու լույս ունեցել ես, թե լույս չես ունեցել, սա կարևոր չի, այդ մարդկանց դու իրավունք չունես ու սա խափանել։ Ես Գերմանուհի Յաննի Օբելես խոստանում եմ քեզ Ռուբեն, մեր երկու զավակներին այնպես դաստիարակել, որ երբ մեծանան մեկը վրեժ լուծի գերմանացիներից, մյուսը թուրքերից։ Խոստանում եմ քեզ Ռուբեն, ոտքս երբեք չդնել Գերմանիա, եւ երբեք չխոսել գերմանները։ Մեր ազգը չի կարող կործանվել։ Մեր ազգը չի կարող կործանվել իհարկե բացի ինքնասպանությունից։ Ազգային ինքնասպանության զանազան ձևեր կան։ Բայց դրանց մեջ ասկիս ամենաջուրինը սնապարտությունն է, սնամեջու հավակնոտ տորրոտ ու պրակ գլուխ գլանությունը, քանի որ նոյան բաբանը իջել Արարատի գագաթին ուրեմն, մենք որ կայինք, նրանք ապրում էին տարերի վրա, մերես ինչ է, մերեն ինչ է, մերեսը մերեն է, Հայրենասիրության այս ձևը մի փափուկ բարձ է,
որը լուծված է ոչ դրաղով ամազով, այլ քնաբեր հաշիշով։ Եվ դա այն ժամանակ, երբ մեր շուրջը գնում է մրցություն, երկրորդ պայքար։ Եվ դա այն ժամանակ, երբ երեկվա ոչ նարեկացի, ոչ նարյանտապան, գին ու գին անգամ չունեցող ազգերը այսօր մեր աչքի առջև ստեղծում են այնպիսի գրական երկեր, որ ունենում են համաշխարհային հնչողություն և ստիպում են մեզ թարգմանել դրանք։ Եվ սա է երևի պրոֆեսիոնալիզմը, սա է երևի, որ դերասանին սկսում են սիրել, երբ նա երբեք չի խաբել, հուսախաբ չի արել երբեք։ Անկասկած դժվար բաներ լինում են։ Հաշվել ես մոտավորապես քանի դեր ես խաղացել թատրոնում։ Թատրոնում, որ ասեմ ստույգ չէ, բայց երևի 30 տարում ամենակիչը 30 դեր խաղացել եմ։ Եթե տոնածառներն էլ ավելացնենք, մի քիչ ավելի շատ առաջի տարիներին շատ էինք խաղում տոնածառ։ Յուրաքանչյուր դեր դերասանի համար իր զավակն է, այսինքն դու մոտ 30 զավակ ես ունեցի 30 տարվա ընթացքում, բայց զավակների մեջ լինում են ամենասիրված զավակները, ունես թե չէ։ Դերերը դերասանի զավակներն, ես սիրում եմ ասել, որ ամեն դերի մեջ սրտիս կտորը կա։ Իհարկե կան դերեր, որ ինձ թվում է ինձ ավելի են հաջողվել, կան դերեր, որ շատ ավելի մոտ են ինձ, շատ ավելի հոգեհարազատ են եղել, որովհետև դերասանը մասնագիտությունը այնպիսին է, որ ամեն ինչ չէ դու սիրով ես խաղում, բայց դերասանը թատրոնում ունի իր պարտավորությունները։ Դու գուցե չես տեսնում քեզ այդ դերի մեջ, կամ ընդհակառակը դու քեզ տեսնում ես այս դերի մեջ, բայց բեմադրիչը կարող է քեզ չտեսնել այդ դերի մեջ, եւ տեսնես դու պարտավոր ես խաղալ։ Այն էլ այն ժամանակ, իսկ հետագայում իհարկե երբ ինչ-որ ծառայություններ ունես, ինչ-որ տարիներ են անցնում, իհարկե իրավունք էլ ունենում ես մեկ-մեկ ընտրելու, ոչ միշտ, բայց թատրոնը դա զինվորական դիսցիպլինա է սիրում, ոչ թե անմիտ դիսցիպլինա, կազարմային դիսցիպլինա չէ, բայց զինվորական ճշտապահություն եւ կարգ ու կանոն է սիրում։ Կարծում եմ ամեն մեկը չէ, որ դիմանում է այդ զինվորական դիսցիպլինային, երևի թե դա է պատճառը, որ շատ դերասաններ այսօր ցավոք գնացին թատրոններից։ Ну, ես չէի ասի, որ միայն դա է պատճառը։ Միայն դա չէ, բայց պատճառներից մեկը դա է երևի թե։ Արտուր, ինձ շատ հետաքրքրում է, երևի թե չգիտեմ, ես մտածում էի այ մի քանի օր անընդմեջ մտաբերում էի մեր դերասաններին եւ չգտա որևէ մեկին, որը նկարահանված չլինի կինոյում, բացառությամբ Արթուր Ութմազյանի, ի՞նչն է պատճառը, դու չես նկարահանվել ոչ մի ֆիլմում։ Կարեն, այդպես ստացվեց, իմ հարաբերությունները կինոյի հետ մի քիչ բարդ եղան։ Չգիտեմ, ես էլ մինչև վերջ երևի չեմ կարող բացատրել, բայց գիտես ինչ, սկզբում չէին առաջարկում դերեր, հետագայում ինչ-որ բաներ առաջարկում էին, ես արդեն ինքս չէի ուզում նկարվել պարզապես նկարվելու համար, դա արդեն անիմաստ էր ինձ համար։ Հետո, չգիտեմ, մի դերի համար երիտասարդ էի լինում, մյուս դերի համար տարիքով մեծ էի լինում, հաճախ ասում էին ոչ ընդգծված հայկական դիմագծեր ունեմ, դժվար է ասել, ընդհանրապես ես կարծում եմ, որ մեր կինոն, մեր հայ դերասաններին լավ չի, օգտագործել բառը սխալ է, բայց լավ չի նկարել, լավ չի մատուցել այն ժամանակվա ասենք Սովետ միության, որովհետև հիմա վերջի տարիների մասին ընդհանրապես խոսել մեր կինոյի մասին ցավոք, մեծ ցավով եմ ասում, որ չկա վերջի 7-8-10 տարիները։ Իսկ մինչ այդ իմ կարծիքով էլի մի քիչ են պրոպագանդել մեր դերասաններին, շատ էին տեղին, անտեղին հրավիրում դրսից դերասաններ։ Դա չի վերաբերում բոլորովին ինձ, չի վերաբերում թե ինչու ես չեմ նկարել, ես ընդհանրապես ասում եմ մեր դերասանների համար։ Հրավիրում էին դրսից դերասաններ դերակատարումների համար, որոնց դերակատարները իմ կարծիքով եւ շատ ավելի լավերը կային Հայաստանում։
Ես շատ եմ սիրում Շիրվինտին, բայց Շիրվինտին հրավիրել այստեղ արևելյան ատամնաբույժ խաղալու համար կներես ես դա չեմ հասկանում եւ դրա բացատրությունը չեմ գտնում։ Այսպիսի օրինակներ կարող եմ էլի թվել։ Նույն Սոֆիկոչի Աուրելին շատ եմ սիրում, շատ, բայց Արևիկ կարծիքով կարող է նույն մեր Վիոլետա Գևորգյանը խաղալ եւ ոչ պակաս։ Բայց միևնույն ժամանակ այստեղից մեր դերասաններին հրավիրում էին մյուս կինոստուդիաներում նկարահանվելու։ Դա չի պարադոքսը։ Իսկ 70-ականների վերջերին կեսերին, եթե դու հիշում ես, Վիտաուտ Աժելակյավիչը նկարեց ոչ ոք չէր ուզում մահանալ եւ որտեղ նկարվում են ամբողջ պրիբալ դերասանները փառահեղ, որոնց հետո սկսեցին նկարվել ամբողջ Սովետ միությունով մեկ։ Նրանք կարողացան մատուցել իրենց դերասանների, մերոնք ցավոք չեն կարող։ Մենք ընդհանրապես մի քիչ ինքներս մեզ չենք կարողանում ոչ թե պրոպագանդել, այլ եղածը ցույց տալ, իսկ մեր հարևանները շատ հաճախ իրենց քիչ եղածը շատ ավելի են կարողանում աշխարհի մատուցել, քան թե մենք։ Մեր ցավերից մեկն է երևի։ Մի ավելացում։ Արթուրը զրույցից հետո խոստովանեց, որ մեկ անգամ նրան փորձել են կինոյում, բայց նա չէր հիշում նույնիսկ ֆիլմի անունը։ Հիշում է միայն, որ ֆիլմը նկարահանում էր Հենրիկ Մարգարյանը եւ դա 70-ականների սկզբին էր։ Ահա հիշատակ մնացած միակ լուսանկարը։ Սակայն եթե մենք չենք տեսել Արթուր Ութմազյանին կինոէկրանին, ապա հաճախ լսել ենք նրա ձայնը մի շարք հայերեն կրկօրինակված ֆիլմերում։ Իսկ հեռուստաթատրոնի մասին կարծում եմ անհնար է չհիշել։ Հեռուստաթատրոնի մասին ինչ կասես, աշխատել ես շատ ռեժիսորների հետ, ներկայացումների, որ ներկայացումը կուզենայիր այսօր հիշել։ Շատ ներկայացումներ կան։ Ընդհանրապես հեռուստաթատրոնը ոչ միայն իմ դերասանական ճակատագրում, այլ շատ դերասանների ճակատագրում բավականին մեծ դեր խաղաց եւ հեռուստաթատրոնը իմ կարծիքով ընդհանրապես մեր մշակույթի, մեր թատերական հանդիսատեսի դաստիարակության գործում մեծ դեր խաղաց։ Եթե հիշում եք, մինչեւ 85-ին, 86-ի ամեն երկուշաբթի Երևանը եւ Հանրապետությունը սպասում էր, թե երկուշաբթի օրը ինչ նոր թատերական պրեմիերա է լինելու հեռուստաթատրոնում։ Ցավոք հիմա դա է կորել մեր հեռուստատեսությունից։ Իսկ ես ուրախալի մի բան եմ ուզում ասել, երևի ժամանակ չի լինում հետևել քեզ հեռուստացրագրին, բայց Կիրակի օրերը արդեն սկսել են հիշել հին հեռուստաներկայացումները։ Համաձայն եմ, որ հիմա սկսել են հիշել հին եղածը ցուցադրել, բայց ժամանակն է արդեն 10 տարի է նորը չի լինում։ Նորը պետք է կարծում եմ հասկանալի պատճառներով։ Այո, հասկանալի է, ամեն ինչ հասկանալի է, բայց երևի այդ դժվարություններն էլ, պատճառներն էլ ինչ որ ելքեր կարելի է գտնել, պիտի գտնվի, առանց դրա անհնար է։ Իսկ ինչ վերաբերում է հեռուստատեսային ներկայացումներին, իմ առաջին ներկայացումը եղել է 73 թվականին Օլգա Մելիք Վրթանեսյանի բեմադրիչ, որը վերջերս ցավով եմ նշում, որ հեռացավ մեզանից։ Իմ առաջին հեռուստաբեմադրության ռեժիսորն է եղել Օլգա Մելիք Վրթանեսյանը եւ այդ ներկայացումն էր Չաո, այսպես էր անվանվում այդ ներկայացումը, որտեղ ես խաղում էի Շաքեի հետ Թուխմանյան, խաղում էի Խորեն Աբրահամյանի, Էդգար Էլբակյանի, Մարգո Մուրադյանի կողքին։ Դա ինձ համար իմ առաջի եւ ամենահաճելի հիշողություններից մեկն է։ Որից հետո իմ խեղճ Մարատ Արբուզովի կուզեի հիշել դա 70-ականների Ռադզինսկու նկարահանվում է ֆիլմ Շուկշինի մինչև ակլորականչը։ Նո հետո իհարկե 80-ականներին արդեն Իրինա Օհանյանի բեմադրությամբ Վայրի աղջիկը, Սպենսեր Դոնովանը Հերբերտի Գասպարյան բեմադրությունում, Մի ամիս գյուղում Տուրգենևի շատ եմ խաղացել եւ դա այդ հեռուստաթատրոնը գիտես ինչ էր, ոչ միայն կարողանում էի շփվել, որովհետև դա ուրիշ լեզու է, դա թատրոնից տարբեր խաղաոճ է պահանջում հեռուստաթատրոնը, ուրիշ լեզու է։ Հանդիսատեսի աչքերի փոխարեն հեռուստախցիկն է։ Այո։ Եվ դա հրաշալի էր նրանով, որ մենք այդ ներկայացումներում շփվում էինք ուրիշ թատրոնի դերասանների հետ։ Մեր հանդիպումները, ստեղծագործական հանդիպումները լինում էր հեռուստատեսությունում։ Դա շատ հետաքրքիր էր եւ շատ լավ էր, մենք իրար լրացնում էինք։
Բեկան կարող է շարունակել։ Շնորհակալ եմ, պարոն նախագահ։ Եթե կոմունիստական կուսակցությանը պատկանել է հանցանք է, ապա չեմ կարծում, որ իմ ժխտական պատասխանը որևէ նշանակություն ունենա։ Իսկ եթե հանցանք չէ, ապա այս հանձնաժողովը եւ ընդհանրապես որևէ հանձնաժողով իրավունք չունի ինձ հարցնելու, կոմունիստ եմ ես թե ոչ։ Թեպետ ես կարող եմ սահմանադրությամբ տրված ինձ իրավունքից օգտվել եւ պատասխան չտալ։ Բայց եթե օգտվեի այդ իրավունքից, յուրաքանչյուր ամերիկացուն տրված իրավունքից, ապա անմիջապես կդառնայի կասկածելի անձ։ Վտանգի տակ կդնեի իմ կարիերան եւ դատի կտրվեի կոնգրեսին չհարգելու համար։ Արթուր, մեկ այլ բնագավառ քո ստեղծագործական կյանքում դա ասմունքն է։ Կա այսպիսի հասկացողություն, երևի թե հիմա էլ է մնացել այդ հասկացողությունը, ժամանակին կար կառավարական շտատ, համերգային շտատ, ժամանակին մենք քեզ հետ այդ շտատում էինք, հիմա արդեն մի քանի տարի է ես չկամ, բայց դու շարունակում ես, այ դժվար չէ տարբեր կառավարությունների օրոք, տարբեր մարդկանց օրոք դուրս գալ բեմ։ Ես սպասում եմ այդ հարցին, մինչ երբ որ կարդում եմ բանաստեղծություն, ես կառավարության համար չեմ կարդում։ Չարենցը մի անգամ է գրել ես իմ անուշ Հայաստանին եւ ինձ համարությունը կապ չունի թե ով է նստած օթյակում կամ ինչ տարելիցի արդյունք է դա կարդ։ Ես կարդում եմ Չարենցի ես իմ անուշ Հայաստանին։ Ինձ համար դա նշանակություն չունի։ Իսկ մեկնաբանությունները չեն տարբերվում ժամանակին, որ կարդում էր եւ հիմա։ Հասունություն կա, ես հիմա ուրիշ ձև եմ կարդում, քան թե առաջ հենց նույն ես իմ անուշը, անպայման։ Առաջ երևի ես բղավում էի, հիմա չեմ բղավում, որովհետև իմ կար հասել եմ նրան, որ սիրո մասին խոսելիս մարդ չի բղավում։ Դա եմ ասում, իսկ ես գիտեմ ուր է գնալու եւ հետո հարցը Էրեբունի տոնակատարությունները, մայիսի 1 բան։ Ես երբեք Ես կատարել եմ իմ գործը, ամենտեղ հանդես եմ եկել իբրև դերասան, արել եմ իմ գործը, չեմ խառնվել ուրիշ բաների մեջ։ Այսինքն Արտուր Ութմազյանը հեռու է ընդհանրապես քաղաքականությունից։ Այն իմաստով, որ ես այն կարծիքին եմ, որ ամեն մարդ իր գործը պիտի անի։ Եթե ինքը իր գործը արեց պրոֆեսիոնալ, ամեն ինչ ավելի ճիշտ կլինի եւ կարիք չկա գնալ մխրճվել խառնվել ուրիշ բաների մեջ։ Ես ունեցել եմ բախումներ իշխանությունների հետ, երբ ինձ ստիպում էին անել այն, ինչը ինձ հատուկ չէ որպես դերասանի։ Եվ ես հրաժարվել եմ անել այդ բաներից։ Արթուր, հիմա անցնենք քո անձնական կյանքին։ Ես գիտեմ, որ դու ունես հրաշալի մի աղջիկ Հրաչուին, մենք հիշեցինք արդեն նրա մասին, կինդ Տաթևիկը դիզայներ է մասնագիտությամբ, այ կնոջդ մասին ինչ կասես, բայց մինչ այդ մի ուրիշ հարց ունեմ, ընդհանրապես կանայք ինչպես են քեզ վերաբերում, ես երկու պատմություն գիտեմ, քեզ հետ կապված եւ կանանց հետ կապված, երիտասարդ տարիներին իհարկե, որ մի անգամ մի աղջիկ եկել էր եւ դրսից կողպեկ էր կախել ձեր դռանը, եղբայրդ է պատմել Կարենը։ Եվ երկրորդ պատմությունը կապված էր նրա հետ, որ մի աղջիկ եկել էր եւ ուզում էր այստեղից նետվել ներքև, ասում էր մինչեւ Արտուր Ութմազյանին չտեսնեմ, ես այստեղից անպայման կթռնեմ ներքև։ Շատ են եղել նման դեպքեր եւ ընդհանրապես կանայք ինչ տեղ են զբաղեցնում քո կյանքում։ Ինչպես յուրաքանչյուր տղամարդու կյանքում շատ մեծ տեղ եղել է, շատ բան է եղել Կարեն։ Ես բավականին ուշ եմ ամուսնացել 37 տարեկան հասակում եւ իմ ամուսնացել եմ 85 թվականին, բայց իմ ամուսնության հարցը 75-ից մինչև 85 թվը դարձել էր արդեն մտահոգության պատճառ ոչ միայն մայրիկիս, այլ թատրոնի իմ բոլոր ծանոթների առաջի հարցը ինձ ամենտեղ երբ տալիս են երբ ես ամուսնանալու դա եւ ուրախություն ինձ ես ասեմ որ ես ամուսնացել եմ սիրելով շատ պատահական եմ հանդիպել Տաթևիկին հանդիպել եմ հենց Կարենից տանը իմ եղբոր տանը պատահաբար
Եվ հենց կարծես թե առաջի հանդիպումից չեմ կարող ասել, որ ես որոշել էի պետք է ամուսնանամ, բայց ինչ-որ բան արթնացավ իմ մեջ, շատ ուրիշ ջերմություն։ Եվ ես ուրախ եմ եւ երջանիկ եմ, որ հանդիպել եմ Տաթևիկին։ Եվ շատ ուրախ եմ, որ նա շատ ճիշտ է ընկալել ինձ որպես մարդ, իմ թուլություններով, իմ թերություններով հանդերձ, դերասանի մասնագիտության հատուկ գիտես կնոջ համար դժվար ընկալելի բաներով։ Բայց երբ կինը արվեստագետ է նույնպես։ Այո, իհարկե։ Դեպքում արդեն մի քիչ հեշտ է երևի։ Եվ գիտես ինչ, պատմությունները, դեպքերը շատ հաճախ շատ ավելի մեծացրած են, ավելի ուռճացրած են լինում, քան թե իրականում եղել է, որովհետև պոպուլարությունը շատ հետաքրքիր ու իհարկե առաջի տարիներին դա քեզ սարսափելի դուր է գալիս երիտասարդ հասակում, դա շատ է քեզ դուր գալիս։ Հետո կամաց-կամաց սկսում ես դրանից նեղոել։ Հետո գալիս է մեծ պատասխանատվության զգացում, որովհետև գիտես ինչ, կարծես խոշորացույցի տակ ապրես։ Յուրաքանչյուր քայլդ, յուրաքանչյուր խոսքդ, եթե մեկ ուրիշ է անի, դա գուցե անգամ կարող է չնկատվել, բայց քո յուրաքանչյուր խոսքը ինչ որ բերնե-բերան կարող է ինչ որ ուրիշ բաներով ավելանալ եւ հանկարծ դառնա մի ուրիշ պատմություն եւ դրա համար քեզ շատ ավելի պատասխանատու ես զգում, շատ ավելի ես սկսում մտածել յուրաքանչյուր քայլի համար, թե կենցաղում ամենամանր բաների, թե վերջացրած իհարկե բեմում։ Այժմ Տաթևիկի խոսքը ամուսնու մասին։ Արտուրը ինչպես բոլոր նորմալ տղամարդիկ, շատ նորմալ վերաբերմունք ունի կանանց նկատմամբ, շեղումներ չեմ նկատել, իսկ որպես ամուսին նրա հետ ուղղակի շատ հանգիստ է ապրել։ Նա արվեստագետի ոչ մի տարօրինակություններ չունի, շատ սիրում է տունը, ընտանիքը եւ ազատ վարկյանը րոպեն գերադասում է անցկացնել ընտանիքում, քան սրճարանում կամ որևէ տեղ։ Իս աղջկատ մասին ես գիտեմ, որ Հրաչուկը, ինչպես նրան անվանում եք դուք Հրաչուկը, այո, նա ժառանգել է քեզանից եւ նույնիսկ ես կասեի ոչ թե քեզանից, այլ արդեն տատիկից ժառանգել է, այո, առաջին հերթին տատիկից եւ նա այսօր բեմից ասմունքում է։ Մենք մի անգամ անդրադարձել ենք Ամերիկայի Միացյալ Նահանգներում, երբ նա բեմից արտասանում էր եւ հիանալի էր այդ ամենը։ Նրա մասին ինչ կասես, ինչ ես կարծում, նա նույնպես կդառնա դերասան, թե պարզապես սա ժամանակավոր երևույթ է։ Չգիտեմ, չեմ կարող ասել եւ գիտես ինչ չեմ էլ մտածել այդ մասին։ Չէ, ինչպես թե չեմ մտածել եմ, բայց ամենակարևորը որ նա այդ ամենը անում է ոչ թե ստիպողական, ոչ թե դրթելով, կարդալը իր ցանկությունն է։ Ինքը 4 օր առաջ ինձնից խնդրեց Սևակի անլռելի զանգակատուն, ասին չի ամրաճ, ասեց, պապ ուզում եմ կարդամ, ինձ դա է դուր գալիս։ Այն բանաստեղծությունները, որ նա հիմա կարդում է, ոչ մեկը նրան չի սովորեցրել։ Ինքը նայել է, ինքը լսել է իմ կատարմամբ, հետո ասել է, պապ, ես կուզեի սա կարդալ։ Ասում խնդրեմ վերցրու, սովորի։ Դա է կարևոր, թե ինչ կլինի հետո, ես չգիտեմ, բայց որ մեջը կա այս ամենը, երբեք չի կորի, ինչ մասնագիտության տեր էլ դառնա, որպես լավ, ճիշտ մարդ լինելու համար այս ամենը երևի թե շատ կարևոր է։ Իսկ ասեմ մի ուրիշ բան էլ, որ ես նրա հետ բոլորովին չեմ աշխատում, մեկ աշխատում է մայրս, տատիկը Հրաչուկի, այն էլ գիտես ինչ զուտ տեխնիկական բաներ ուղղելով, առոգանություն ասեմ, շնչառություն ասեմ, որովհետև ինքը այնքան բնական է, այնքան ճիշտ է ինքը զգում, որ իմ միջամտությունը նրան կարող է տանել ուրիշ տեղ։ Վերջ-վերջո ես որ սովորեցնեմ, սովորեցնելու եմ ինպես, իսկ նա իր ճանապարհով պիտի գնա։
Սևակը լավ բան ունի, չէ, մի բան ստեղծություն է, որը կոչում է կտակ եւ ասում է քո նոր բանուկ ուղին բացելով դու կհաստատես իմ անցած ուղին եւ ինչ ժխտելով ինձ կհաստատես, իսկ այդ ճանապարհը իրենք պիտի բացանեն։ Աստված որ Սևակի այդ խոսքերը ուղեցույց լինեն Հրաչուկի համար։ Ոչ միայն Հրաչուկի, մեր եկող սերնդի համար։ Իսկ այժմ փոքրիկ Հրաչուկու խոսքը հոր մասին։ Ինձ վրա ավելի մեծ ազդեցություն է գործել իհարկե տատիկը, սակայն որովհետև նա միշտ ավելի շատ տատիկն է ինձ հետ պարապում, մենք իրար հետ ենք կտրում իմ բանաստեղծությունները, որոնք ես հետագայում արտասանում եմ, բայց սկզբից ես նայում էի հայրիկի ներկայացումները, մի քիչ ուզում էի ընդօրինակել նրան, բայց չեմ կարծում, որ կդառնամ դերասանուհի։ Ինձ համար հայրիկը հայրիկ չէ, հայրիկը ինձ համար ավելի շատ ընկեր է, որպես ընկեր մենք իրար հետ շատ մտերիմ ընկերներ ենք։ Իհարկե, հայրիկ հասկացողությունը ինձ մոտ միշտ կա, սակայն հայրիկը խիստ չէ, ինչպես հայրիկները։ Մենք իրար հետ ընկերներ ենք։ Շատ լավ հայրիկ է իմ հայրիկը, երևի աշխարհի ամենալավը։ Արթուր, դու ընդհանրապես խիզախ անձնավորություն ես, խիզախ մարդ ես։ Ես գիտեմ, որ երեխա ժամանակ խիզախ ես բավական եղել, նույն էլի մի դեպք են ինձ պատմել, որ եղբայրներիդ հետ խաղալու ժամանակ Սերվանտը շուռ գալուց է եղել եւ դու խաղը մոռացել ես եւ փրկել ես փաստորեն եղբայրներիդ վազել ես։ Երևի թե եղբայրներս ինձ լավ են հիշում։ Նրանք շատ լավ են հիշում ձեր մանկությունը։ Այ խիզախ մարդ ես քեզ համարում կյանքում։ Կուզեի ավելին լինել։ Բաներ կա, որ երևի մի քիչ խիզախություն պակասում է։ Կուզեի ավելին լինել։ Տեղեր կան, որ երևի թե պիտի ավելի վճռական լինեի, ավելի կտրուկ վարվեի։ Ինքս իմ սխալները գիտեմ ես։ Իսկ սպորտ սիրում ես։ Սպորտ շատ եմ սիրում եւ շատ եմ զբաղվել սպորտով, ֆուտբոլով եմ զբաղվել։ Ունեցել ես հեծանիվ։ Ունեցել եմ հեծանիվ արդեն հետո էր։ Հեծանիվը դեռ 80-ականների 85-ին, 86-ին է հեծանիվ։ Հետո ֆուտբոլով եմ զբաղվել, հնգամարտով եմ զբաղվել, մարմնամարզությամբ եմ զբաղվել, ու լուրջ եմ զբաղվել։ Իսկ վերջի 4 տարիները մինչև 70 թիվը զբաղվում եմ սուսերամարտով, բավականին լուրջ։ Եվ ինձ փոքր ժամանակ մաման ու պապան տվել էին Սայաթ-Նովայի երաժշտական դպրոց, որպես ես դաշնամուր նվագեմ։ Ես սարսափելի չէի սիրում դաշնամուր նվագել։ Բոլորովին չէի սիրում, այդ սոլֆեջո, այդ բաները ինձ սպանում էին։ Իմ ուշքը միտքը մենակ սպորտն էր։ Ես գիտեի բոլոր մարզիկներին, ով ինչքան է թռել էստեղ, այնտեղ, ամեն ինչ գիտեի, սպորտը ինձ համար ամեն ինչ էր։ Եվ մարմնամարզությամբ էի զբաղվում, բայց հետո սկսեց մարմնամարզությունը խանգարել երաժշտության դասերին, եւ ինձ որոշեցին ծնողներս, որ ես այլևս չեմ գնալու մարմնամարզության, այլ պետք է կենտրոնանամ երաժշտության վրա, դաշնամուրի վրա։ Մարզիչը տուն եկավ, խնդրեց, որ խնդրում եմ ձեզ թողեք այս տղան զբաղվի մարմնամարզությամբ, սրանից կարող է ինչ-որ բան ստացվի։ Ոնց այդպես չհամոզեցին ծնողներիս։ Մյուս օրը, երբ որ ինձ արգելեցին արդեն մարմնամարզություն, ես մի շաբաթ հետո, որ գնում էի երաժշտության, մեկ էլ հանկարծ տեսա Կինոմոսկվայի դիմացի սպորտ ֆեդերացիան կար, չէ՞, նոր այն տարի գրված էր, որ բացվում է Իգոր Նովիկովի հնգամարտի դպրոց եւ առաջին հավաքն էր, քննություններ թե ով պիտի անցնի։ Ես առանց վարանելու գնում էի սոլֆեջոյի դասին, մտա իհարկե Իգոր Նովիկովի այդ ակումբը։ Եվ անցա 300 հոգուց ընտրում էին 30 հոգի։ Ես առանց ոչ մի բանի սուս-փուս անցա այդ ամեն ինչ։ Ու արդեն երևի հակադաստիարակչական բաներ են պատմում, բայց այդպես է։ Բայց հետո դուրս էի գալիս տնից, իբր թե գնում եմ դաշնամուրի կամ բան, եւ գնում էի պարապմունքների։ Հետո ինչպես բացվեց այդ ամեն ինչը։ Մի ամիս հետո սկսեց մայրիկս անդադ ասել, «Էս մեր տանի ձիու հոտ է գալիս»։
Մի օր էլ արդեն հետ է գալիս մարզումից, տեսնեմ արդեն երաժշտության ուսուցիչին է եկել տուն եւ այստեղ իմ գաղտնիքը բացվեց։ Բայց երաժշտությամբ ինչպես էիր զբաղվում։ Ես օրինակ գիտեմ, որ մի բան էլ կա, որով դու միշտ հպարտանում ես, ես ուզում եմ որպեսզի դու ցուցադրես հեռուստադիտողներին քո երկու մատները։ Դե ես չեմ դուք եք իմանայիք այս երկու մատով դաշնամուր նվագել հնարավոր է, անհնարավոր չէ։ Գիտեմ այդ մատները ես գիտեմ որ հրաչուկը նույնպես ժառանգել է։ Հրաչուկն էլ είναι այդպես։ Ես այսպես եմ ծնվել։ Որից հետո ես համոզեցի եւ դաշնամուրը թողեցի եւ շատ լուրջ սկսեցի զբաղվել արդեն սուսերամարտով։ Իսկ մեքենա քշել սիրում ես։ Շատ։ Ունես։ Հիմա ցավոք չունեմ, 3 տարի առաջ մեքենա վաճառեցի։ Եվ հիմա ցավոք չունեմ, իսկ մեքենա մինչև 10 տարի ունեցել եմ եւ շատ եմ սիրում մեքենա քշել, շատ։ Իսկ երբ մեքենա ունեիր, ինչպես Միմինոյում են ասում, «Этот ГАИ как тебе относился»։ Չէ, ես մեր ԳԱԻ-ին շատ եմ սիրում, նրանք էլ ինձ։ Պրոբլեմ չունեմ։ Խախտումներ անում ես, սիրում ես խախտումներ։ Ես ինչ, հա, եթե Երևանում մեկը ասի որ առանց խախտումի է քշում, ես չեմ հավատա, բայց խախտում էլ կա խախտում, անել խախտում հանումները, որ ես եմ խախտում եմ անելու, դա իհարկե լուրջ բան չի, իսկ խախտում իհարկե մեկ-մեկ պիտի անես։ Շնորհակալություն Արտուր, ուզում եմ եւս մեկ անգամ շնորհավորել քեզ։ Շատ շնորհակալ եմ։ Ծննդյան 50-ամյակի կապակցությամբ ցանկանալ քեզ նորանոր ստեղծագործական հաջողություններ եւ շատ մեծ ցանկություն ունեմ նաեւ տեսնելու Արտուր Ութմազյանին կինոէկրանին։ Հավատա ինձ։ Շնորհակալ եմ, Կարեն։ Հուսանք որ կլինի ամեն ինչ տեղի կգնի։ Նա է գրում ինձ Ես եմ գրում իմ հարազատին, ինքս էլ չգիտեմ։ Արդյոք ես երբ եմ տեսնելու, ձմեռ ամառ, գարուն աշուն, իսկ ուր է տարվա մեր եղանակը, այն 5-րդ Նա է գրում ինձ, թե ես եմ գրում իմ հարազատին, ինքս էլ չգիտեմ։ Դու նկատել ես, ձմռան օրերին անհնար է անցնել անտարային ծանոթ տեղով, որով անցել ես ամռան օրերին։ Քանի որ ցրտից սաստիկ կուչ գալով, ու ջան բեռան տակ չքվելով խղճուկ, ոստու ճյուղերը փակում են ճամփա, իսկ մթնշաղին կամրջամուրջին ճանկռում են դեմքը, սպառնում աչքի։ Ես քայլում էի աղջամուրջի մեջ և քայլում էի նաև մտածիր արդյոք, մտամփոփ արդյոք, միթե նույնը չէ։ Ու ես հասկացա, երբ մենք հուզված ենք, մենք թաքցնում ենք մեր խեղճ ձեռքերը, երբ անվստահ է, մենք թաքցնում ենք մեր խեղճ ոտքերը, իսկ երբ են մարդիկ թաքցնում դեմքը, գուցե ամոթից, բայց ես չունիմ սիրո համար, գուցե կարոտից, բայց ես քեզ ուզում եմ տեսնել բաց աչքերով, գուցե ճանկռտող ճյուղերից աշխարհ, որ ստիպում են ինձ կուչ գալ խեղճորեն, կուչ գալ եմ ուզում քո թևերքը։ Նա է ավարտում, թե ես նրա տեղ ինքս էլ չգիտեմ։ Իմ այս հարցերին մի պատասխանի, բայց պատասխանելու իմ մեկ հարցին գարուն անցավ, ես քեզ չտեսա, ամառ անցավ, ես քեզ չտեսա, աշուն անցավ, չտեսա ես քեզ, ձմեռն էլ կանցնի,
չեմ տեսնի ես քեզ։ Իսկ ուր է տարվա մեր եղանակը, այն հինգերորդը միթե չի գալու։ Ամեն ինչ նոր է սկսվում, երբեք ուշ չի, 50-ից հետո նորից ամեն ինչ նոր է սկսվում։